1771 թվականին Էմինը տեղեկություն է ստանում, որ պատերազմ է սկսվել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև։ Գտնելով, որ հասել է իր ազատագրական ծրագիրն իրագործելու համար ժամանակը, նա պատրաստվում է նորից Ռուսաստան գնալ։ Էմինը նամակ է ստանում Նորթումբերլենդի դյուքս Հյուբերսից, որին նա գրել էր 1 տարի առաջ։ Նամակից հասկանալի է դառնում, որ Էմինը պլանավորում էր վերադառնալ Անգլիա, ապա մեկնել Ռուսաստան եւ ռուսական զորքերի կազմում մասնակցել ռուս-թուրքական պատերազմին։ Նորթումբերլենդի դյուքսը, որը Անգլիայում հովանավորում էր Էմինին, խորհուրդ է տալիս նրան հրաժարվել պատերազմին մասնակցելու գաղափարից, հավատացնելով, որ նա չի կարող հասնել Ռուսաստան մինչև պատերազմի ավարտը։ Իր պատասխանում Էմինը կրկին բարձրաձայնում է Լոնդոն վերադառնալու հարցը, նշելով, որ նույնիսկ եթե ռուս-թուրքական պատերազմով ավարտվի, այն հավանաբար կվերսկսվի եւ այդ ժամանակ նա կարող է մեկնել Ռուսաստան եւ զինվորագրվել։ Սակայն իր պատասխան նամակում դուքսը ավելի համառորեն կոչ արեց Էմինին մնալ Հնդկաստանում եւ ապրել այնտեղ խաղաղության մեջ իր ընտանիքի եւ ընկերների շրջապատում։ 3 ամիս անց Էմինը Կալկաթա ժամանեց։ Անգլիացի ծանոթների օգնությամբ նրան հաջողվեց ծառայության անցնել արևելահնդկական ընկերության զորքերում։ 46 տարեկան հասակում Էմինը չէր պատրաստվում հաշտվել իր բոլոր նախագծերի փլուզման հետ կամ հրաժարվել այն երազանքից, որին նվիրել էր իր ամբողջ կյանքը։ Նա որոշեց իրեն եւս մեկ հնարավորություն տալ եւ կրկին փորձել ամեն ինչ։ 1773 թվականի սկզբին Էմինը ժամանում է Մադրաս։ Մադրասը այն ժամանակ հայ ազատագրական շարժման կենտրոններից մեկն էր։ Այստեղ հարուստ վաճառական եւ հասարակական գործիչ Շահամիր Շահամիրյանի գլխավորությամբ գործում էր հայրենասիրական դրամատրություններով ոգեշնչված հայ գործիչների խումբը, որ եւս գտնվում էր անգլիական լուսավորական փիլիսոփայության գաղափարների ազդեցության տակ, ակտիվ քարոզչություն էր վարում Հայաստանի ազատագրման եւ անկախ հայկական պետության ստեղծման օգտին։ Այդ օրերին Մադրասում հիմնված հայկական տպարանում տպագրվում էր մի գործ, որի նպատակը հայ երիտասարդության մեջ հայրենասիրություն, ազատություն եւ հայրենիքի հանդեպ սեր արթնացնելն էր։ Այդ նոր գիրքը հեղինակել էր ոչ այլ ոք, քան Էմինի նախկին ուղեկիցն ու բազմամյա զինակիցը Մովսես Բաղրամյանը։ Գորիում Էմինից բաժանվելով Մովսեսը մեկնել էր Մադրաս, ուր ծանոթացել էր Շահամիրյանի հետ եւ լինելով հայրենի ու քերականության լավագույն գիտակ, դարձել էր նրա երեխաների ուսուցիչը։ Էմինը չափազանց ջերմորեն ընդունվեց Շահամիրյանի եւ նրա համախոհների կողմից։ Իր ինքնակենսագրության մեջ Էմինը պատմում է, որ Շահամիրյանը, որը ըստ նրա հազարավոր այլ հայերից տարբերվում էր, անմիջապես տարավ նրան իր տուն եւ 3 օր պահեց իր մոտ։ Թեև դրանից հետո Էմինը առանձին բնակարան վարձեց, սակայն ամեն օր ճաշում եւ ընթրում էր Շահամիրյանի հետ։ Շահամիրյանը սիրով ընդառաջեց Էմինի։ Նա համոզեց այլ հայ վաճառականներին խոստանալ համատեղ տարեկան 12000 ռուպի դրամադրել Էմինին, որպեսզի նա կրկին մեկնի Հայաստան եւ այնտեղ զորք հավաքի։ Այսպիսով մադրասահայ մեծահարուստները պարտավորվում էին ֆինանսավորել Հայաստանի ազատագրության համար զինված պայքարը, որի կազմակերպումն ու ղեկավարությունը Էմինը կրկին իր վրա էր վերցնում։ Հայտնի մադրասի վաճառական Գրիգոր Չակիգենց Խոջաջանյանը, որը Շահամիրյանի մտերիմ ընկերն ու գործընկերն էր, նույնիսկ խոստացավ իր կարողության մի մասը կտակել Էմինին ազատագրական նպատակների համար, եթե նա կարողանա ստանալ Սիմոն Կաթողիկոսի աջակցությունը։ Մադրասի հարուստները պատրաստվում էին համապատասխան համաձայնագիր ստորագրել Էմինի հետ, սակայն գործին միջամտեց Հովհաննես եպիսկոպոսը, որն այդ ժամանակ Հնդկաստանում նվիրատվություններ էր հավաքում Երուսաղեմի վանքի համար։ Վերջինս հետագայում 1781 թվականին նույնիսկ դարձավ Կոստանդնուպոլսի պատրիարք, թեև այդ բարձր պաշտոնում չկարողացավ մնալ ավելի քան 8 ամիս։ Իսկ 1772 թվականին նա գտնվում էր Կալկաթայում, ուր իր վարքագծով այնպիսի դժգոհություն առաջացրեց, որ տեղի հայ հոգևորականությունը նույնիսկ համատեղ բողոք ներկայացրեց նրա գործունեության դեմ։ Այժմ Էմինի հետ միաժամանակ Մադրաս ժամանելով Հովհաննես եպիսկոպոսը գործելով Էջմիածնի ընդհանուր քաղաքական սկզբունքներին համապատասխան եւ ակնհայտորեն ցանկանալով շահել կաթողիկոսի բարեհաճությունը, ձեռնարկեց բոլոր միջոցները խոչընդոտելու Էմինի, Շահամիրյանի եւ նրա համախոհների կողմից մշակված ծրագիրը։ Նրա ազդեցության տակ տեղի հայ հարուստները հրաժարվեցին խոստացված օգնությունից, հատկապես որ նրանցից ոմանք նախկինում իրենց աջակցությունը պայմանավորվել էին եկեղեցու եւ կաթողիկոսի նկատմամբ բարենպաստ վերաբերմունքով։ Էմինի խոսքերով միայն Շահամիրյանը մնաց նրա կողքին մինչև վերջ։ Նա բացահայտորեն վրդովվում էր Հովհաննեսի վարքից եւ դատապարտում էր իր ազդեցության տակ ընկած հայրենակիցների անտեղյակությունը, բայց չնայած դրան նա անզոր էր որևէ բան փոխելու։ Էմինը ստիպված եղավ Մադրասից հեռանալ։ Մադրասից հեռանալուց հետո Էմինը մեկնեց Բոմբեյ, ուր ստիպված եղավ մնալ 9 ամիս։ Նա փորձեց Բաղդադով շարունակել իր ճանապարհը դեպի Հայաստան,
բայց իմացավ, որ թուրքական իշխանությունները տեղեկություններ են ստացել նրա մտադրությունների մասին եւ Բաղդադի Օմար Փաշան պատրաստվում է ձերբակալել նրան։ Էմինը ստիպված եղավ վերադառնալ Բասրա, բայց չկորցրեց Հայաստան հասնելու հույսը։ Նա փորձեց իր նպատակին հասնել Իրանի միջոցով եւ ուղևորվեց Շիրազ, որտեղ մի քանի ամիս մնաց կասկած չառաջացնելու համար։ Այնուհետև Էմինը խնդրեց Քերիմ խանից թույլ տալ իրեն օրինական կերպով հաստատվել Իրանի տարածքում, սակայն նրա իրական մտադրությունները շուտով հայտնի դարձան իշխանություններին։ Երբ Էմինը փորձեց Սպահանով անցնել Հայաստան, նրան զգուշացրեցին սպասվող ձերբակալության մասին, իսկ տեղի վարդապետ Մարկոսը ակնարկեց, որ կաթողիկոս Սիմեոնն էլ կխոչընդոտի նրան։ Արդյունքում Էմինը ստիպված եղավ կերկին հրաժարվել Հայաստան գնալուց եւ մնաց Սպահանում։ Նա այստեղ ամուսնացավ եւ ունեցավ 4 երեխա։ Այս ժամանակ Նոր Ջուղան եւ ամբողջ Սպահանը անկման շրջան էին ապրում։ Հայկական գաղութը աստիճանաբար քայքայվում էր, մարդիկ զանգվածաբար արտագաղթում էին։ Իսկ Քերիմ խանի մահից հետո 1779 թվականին սկսված նոր անկարգությունները աղետներ էին բերում վարսկան զորքերի եւ տեղական իշխանությունների կամայական գործողությունների պատճառով։ Էմինը ապրում էր իր ընտանիքի անվտանգության համար մշտական վախի մեջ, երբեմն նա կարողանում էր պաշտպանել իր տունը միայն զինված դիմադրության սպառնալիքի միջոցով։ Ալի Մուրադ խանի հրամանով նա նույնիսկ ժամանակավորապես ստիպված էր ծառայել որպես Ջուղայի հայերի ռազմական հրահանգիչ, սակայն հետագայում նրան հաջողվեց խուսափել այդ ծառայությունից։ Միայն 1783 թվականին, երբ իրավիճակը կայունացավ, Էմինին հաջողվեց ստանալ Հնդկաստան մեկնելու թույլատվություն։ Նա մեկնեց այնտեղ իր որդի Արշակի հետ, ծանր հիվանդություն տարավ ճանապարհին եւ հասավ Բոմբեյ, որտեղ ապրում էր Մովսես Բաղրամյանը։ Իր առևտրային գործունեության ընթացքում Բաղրամյանը զգալիորեն հարստացել էր եւ դարձել հնդկահայ համայնքի հարուստ ու հարգված անդամ։ Նրա նոր սոցիալական դիրքը վճռական դեր խաղաց այն բանում, որ կաթողիկոս Սիմեոնը մահվան նախօրեին փոխել էր իր վերաբերմունքը նրա հանդեպ։ Նախկինում Բաղրամյանը հակասության մեջ էր կաթողիկոսի հետ գրքի հրատարակության պատճառով, որը տարածում էր բուրժուա լուսավորական գաղափարներ։ Կաթողիկոսը քննադատել էր գիրքը, այն համարելով վտանգավոր ազգի համար եւ պահանջել էր Շահամիրյանից խզել կապերը Բաղրամյանի հետ։ Արդյունքում վերջինս ստիպված ժամանակավորապես լքել էր Բոմբեյը եւ մեկնել առևտրական ճանապարհորդության, նախ Եգիպտոս, ապա Իրան, եւ այնտեղ կարողացել էր հարստանալ։ Երբ Էմինը ժամանեց Բոմբեյ, անմիջապես գնաց Բաղրամյանի մոտ, սակայն վերջինս նրան ընդունեց գոռոզաբար, փորձելով ընդգծել իրենց հարաբերությունների փոփոխությունը։ Էմինը ստիպված եղավ 2 շաբաթ անց լքել նրա տունը։ Այսուամենայնիվ Բաղրամյանի ազդեցությունն ու հարստությունը նրան ապահովում էին հարգանք համայնքում եւ ամրապնդում նրա սոցիալական դիրքը, ինչն էլ նրան դարձնում էր կարևոր գործիչ հնդկահայ կյանքի մեջ։ Մի քանի ամիս անց անգլիացի ծանոթների աջակցությամբ Էմինը կարողացավ ծովով մեկնել Կալկաթա։ Ճանապարհին նա կանգ առավ Մադրասում, որտեղ նրան ջերմորեն ընդունեց իր բարեկամ Շահամիրյանը։ Կալկաթա Էմինը վերադարձավ 1784 թվականի աշնանը, 11 տարվա բացակայությունից հետո։ Ծերության մոտենալը զգալով Էմինը ընկերների խորհրդով որոշեց պատմել իր այդքան հետաքրքիր ու վիպասքանչ կյանքը։ Նրա ինքնակենսագրությունը, որ գրված էր անգլերենով, ըստ նրա մտահղացման պետք է եվրոպական հասարակությանը ծանոթացներ հայ ազատագրական շարժման եւ ակտիվացներ Հայաստանի ազատագրման հարցը։ Միաժամանակ այն պետք է լուսավորեր նաև նրա հայրենակիցներին, արթնացներ նրանց երկարատև քնից եւ կոչ անել պայքարի հանուն անկախության։ Նա խորապես հույս ուներ, որ իր գիրքը կկարդան երիտասարդ հայերը։ Ուստի Կալկաթայում 80-ականների վերջին գրված Էմինի գիրքը չի կարելի դիտարկել միայն որպես ինքնակենսագրական ակնարկ նեղ իմաստով։ Այն միաժամանակ քաղաքական հրապարակագրության փայլուն օրինակ է, որ պատվավոր տեղ ունի հայ հասարակական մտքի պատմության մեջ։ Լուսավորական եւ ազատագրական գաղափարները, որոնք քարոզում էր Էմինը, նրա ինքնակենսագրությունը դարձնում են 18-րդ դարի հայ լուսավորական գրականության ամենանշանավոր գործերից մեկը։ Ըստ էության, Էմինը հայ իրականության մեջ հանդես է գալիս որպես եվրոպական բուրժուական լուսավորականության ժամանակակից առաջադեմ գաղափարների առաջին քարոզիչն ու տարածողը։ Էմինի ինքնակենսագրության հրատարակությունը մեծ արձագանք գտավ հնդկահայերի շրջանում։ Իր գրքում Էմինը խիստ քննադատությամբ էր արտահայտվում թե հայ հոգևորականության եւ թե հայ վաճառականության մասին։ Իր ազատագրական ծրագրերի ծախողումը նա բացառապես վերագրում է հարուստ մարդկանց ագահությանը եւ եսասիրությանը, ինչպես նաեւ հոգևորականության հակազդեցությանը։ Հայ վաճառականներին նա բնութագրում է որպես վախկոտ եւ անգրակետ, որոնք մտածում էին միայն շահի մասին։ Կյանքի վերջին տարիներին Էմինը թոշակի անցավ։ Նա ստանում էր թոշակ արևելահնդկական ընկերությունից։ Էմինը մահացավ 83 տարեկանում։
արժանանալով Կալկաթայի հայ համայնքի հարգանքին։ Նրա գերեզմանակարը դարդարված թնդանոթների եւ թմբուկների պատկերով պահպանվել է մինչեւ մեր օրերը։ Չմոռանաք հավանել այս տեսանյութը եւ բաժանորդագրվել ալիքին։ Անպայման ուղարկեք ձեր ընկերներին այս տեսանյութը եւ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքով։